Շնորհակալ եմ, պարոն Կարապետյան, հարգելի գործընկերներ, իսկապես գտնվում ենք այնպիսի մի ժամանակահատվածում, երբ մեր հասարակության ներսում կա տագնապի զգացում։ Քանի որ վերջին շրջանում մենք տեսել ենք ինչ աստիճան դինամիկ կերպով Ադրբեջանի կողմից ներկայացվող ցանկացած պահանջ ի կատար է ածվում օրվա իշխանությունների կողմից։ Հաշվի առնելով այն, որ մենք ամբողջությամբ արդեն տեսնում ենք, թե ինչ նոր հրեշավոր ծրագիր է մշակվել Փաշինյանի և Ալիևի կողմից, մենք առաջարկում ենք մեր հանրությանը այդ ամենի ուղիղ կանխարգելման օրենսդրական փաթեթը։ Ինչ ենք առաջարկում։ Այն հենց նույնիսկ կոչվելու է Սաֆարովի կանխարգելման օրինագիծ կամ նույնն է ինչ ատելության կանխարգելման օրենսդրական փաթեթ։ Մենք առաջարկում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող որևէ անձ, լինի դա ֆիզիկական, թե իրավաբանական անձ նաև, որպես քողարկված իրական շահառու Հայաստանում գործունեություն իրականացնող, չի կարողանալու ձեռք բերել որևէ անշարժ գույք։ Մեր սահմանադրությամբ կա մեխանիզմ հողի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակման, բայց մենք խոսում ենք ոչ միայն հողի, մենք խոսում ենք նաև անշարժ գույք ձեռք բերելու սահմանափակման մասին։ Իդեպ, պարոն Կարապետյան, նաև մենք որոշակի հետազոտում ևս իրականացրել էինք միջազգային փորձի, նման մեխանիզմներ, այո, տարածված են։ Իդեպ, մենք խոսում ենք նաև նույն Ադրբեջանի մասին, որի քաղաքացի, հերոս հանդիսանում է Ռամիլ Սաֆարովը, մի անձ, որը 2004 թվականին, իդեպ ՆԱՏՕ-ի գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում 16 անգամ կացնով հարվածելով մեր հայրենակից Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանել էր վերջինիս։ Իդեպ Հունգարիայում հենց նույն Ռամիլ Սաֆարովը դատապարտվել էր ՑՄԱ ազատազրկման, բայց 2012 թվականին Ադրբեջանի կողմից ձեռնարկված ջանքերի և միջոցների հաշվին վերջինս հանձնվեց Ադրբեջանին, որտեղ վերջինիս ներում շնորհեցին և հերոսացրեցին և հերոսացնում են մինչ օրս։ Իդեպ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերությունները խզել էր Հունգարիայի հետ և այն վերականգնվել է միայն 2022 թվականին, ինչը կանխատեսելի էր, որ 2022 թվականին այն վերականգնվելու էր։ Ինչևէ, այս փաթեթը կարծում ենք նաև հենց բխում է մեր արժանապատվության, ազգային արժանապատվության առաջնահերթություններից և նաև միջազգային փորձում ընդունված մոտեցումներից, քանի որ ազգային պատկանելիության հողի վրա նման ոճրագործություն կատարողները պետք է պատժվեն և դա պետք է լինի անխուսափելի, բայց երբ խաղաղության քողի ներքո մի երկիր այն ոչ թե իրավական տիրույթում է դիտարկում, այլ խրախուսում է նույնիսկ և հերոսացնում է այն, մենք էլ մեր կողմից պետք է մեր կանխարգելիչ գործողությունները և վերաբերմունքը դրա վերաբերյալ արտահայտենք։ Օրենսդրական փաթեթը, որով մենք փորձ ենք անելու զսպել և երաշխավորել մեր հայրենակիցների անվտանգությունը, այդ թվում սեփականության իրավունքի, տնտեսական զարգացումների, այն բազմաթիվ ծրագրերի, որոնք հենց պարոն Կարապետյան դուք ներկայացրել եք և երաշխավորել եք դրանց կատարումը, այդ թվում ծայրահեղ աղքատության վերացման մասով և 300,000 աշխատատեղերի ստեղծման մասով, կարծում եմ պարզապես անհրաժեշտություն են դարձնում նաև հենց նման օրենսդրական փաթեթի ընդունումը։